Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հովհաննիսյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ոմանց կարծիքով կամ ոմանք արդեն արձանագրում են, որ Հայաստանը այժմ կանգնած է ոչ միայն Ռուսաստան արևմուտք կողմերի ընտրության միջև, այլ Չինաստան ԱՄՆ կողմերի ընտրության, մասնավորապես իմ կողմից դեռևս չճշտված, բայց տարածվում են տեղեկություններ, որ Միացյալ Նահանգների Հայաստանում գործող դեսպանը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի հետ եւ նրան փոխանցել, որ Միացյալ Նահանգները մտահոգված են Հայաստանի եւ Չինաստանի աճող փոխգործակցությամբ եւ դա համարում են անհանգստության թեման այն է, որ Թրամփի վարած տնտեսական պատերազմ են կոչվում, բայց կարելի ասել տնտեսական քաղաքականության ներքո դա կարող է թշնամաբար ընկալվել Միացյալ Նահանգների կողմից։ Այսպիսով համաձայն եք արդյոք, որ Հայաստանը այսպիսի ուրեմն Ռուսաստան արևմուտք, Միացյալ Նահանգներ Չինաստան, այսպիսի ընտրությունների մեջ առջև է կանգնած եւ ձեր կարծիքով ինչպես պետք է իրեն դրսևորի կամ ինչպես կդրսևորի տարբեր հարցեր են Փաշինյանի վարչակազմը։ Նախ միշտ էլ ասել ենք, այստեղ նաև այս տաղավարում զրուցել ենք, որ Հայաստանը չունի ռեսուրս բացարձակը Շվեյցարիա իրեն զգալու, այսինքն լինելու չեզոք, որովհետև աշխարհում շատ լարված իրավիճակ է, բազմաթիվ կան եւ գլոբալ խնդիրներ, եւ տարածաշրջանային, եւ ռեգիոնալ խնդիրներ, եւ լոկալ խնդիրներ, եւ Հայաստանը չունի այդ ռեսուրսը, որպեսզի կարողանա ասի, դե ես եւ ուզում եմ եւ Ռուսաստանի հետ լավ լինել, սա էլ է շատ կարեւոր։ Եվ Եվրոպական միության հետ շատ լավ լինել, շատ լավ։ Խոսքը չի գնում խզելու մասին հարաբերությունների։ Եվ Չինաստանի հետ եւ Ամերիկայի, այսինքն այն էստոնացի լրագրողի հարցին Փաշինյանի պատասխանը, որ ասեց, որ մենք իսկ ով ասեց, որ մենք պետք է խզենք Ռուսաստանի հետ, կարծես ասում է, որ Հնդկաստանը խզում է։ Հնդկաստանը չի գնում, ուրեմն խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուրեմն դա աբսուրդային ժանր է։ Ավելին ասեմ, դրա մեջ կա խաբեություն։ Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող ուժն էլ չի հավատում դրան։ Պարզապես իրենք իրենց ռուս-թուրքական այդ զնդանի մեջ պահելու ինչ որ արդարացում պիտի գտնեն եւ անունը դրել են դիվերսիֆիկացիա։ Մենք արդեն տեսնում ենք, որ չի ստացվում, Եվրոպան բողոքում է, որ մենք գնում ենք մայիսի 9-ը, դրա մասին կարող ենք հետո խոսել, Միացյալ Նահանգները բողոքում են, որ մենք Չինաստանի հետ այնքան ենք մերձենում, որ Վրաստանից եւ Ադրբեջանից հետո երևի երրորդ երկիրը կլինենք, ամենայն դեպս կա միտում ռազմավարական պայմանագիր ստորագրելու Չինաստանի հետ։ Վրաստանը ունի արդեն ստորագրված եւ Ադրբեջանը ունի արդեն ստորագրված։ Մի հետաքրքիր դետալ, որպեսզի հասկանանք Ամերիկայի մոտեցումը։ Իվանիշվիլին, որը իրականում սպասում էր Թրամփի գալուն, իր ողջ քաղաքական հաշվարկը, որ կա Թրամփը եւ բոլոր իր խնդիրները կլուծվեն։ Եվ այդ կմարսվի եւ այդ այսպես կոչված ընտրությունները եւ ժողովրդի դեմ ուժ կիրառելը, այսինքն ինքը հենվելով իրենք մոտ են, այսպես ասեմ, Թրամփը կարող է Իվանիշվիլի տեղը չգիտի, ես դրա մասին չեմ ասում, բայց իրենք մոտ են դասակարգային մտածելակերպի, ձգտումների, արժեհամակարգի տեսակետից, ասենք, շատ մոտ երևույթներ են։ Բայց չի լավանում հարաբերությունները Վրաստանի Ամերիկա։ Ամերիկան հայտարարել է, որ ժողովրդավարության համար պայքարը ողջ աշխարհում դա արդեն Ռուբիոյի խոսքերն են, դա քաղաքական ռադիկալիզմ է, էքստրեմիզմ է, դրանով չի զբաղվելու Միացյալ Նահանգները։ Այսինքն դեմոկրատիայի խնդիրը չի, ընտրություններ կեղծելու խնդիրը չի, բռնություն կիրառելու խնդիրը չի։ Ռուսաստանի հետ Ամերիկան ինքն է ձգտում շատ լավ հարաբերություններ ունենալ ադմինիստրացիան, բայց ինչու են վատ վրացիների հետ։ Տեսեք, այնպեսի փաստաթղթեր են կոնգրեսում, հանրապետական կոնգրեսում ընդունվում, որ իսկ եւ պարզ է դառնում, որ այստեղ չինական խնդիր կա, որ խնդիրը, որ Վրաստան Իվանիշվիլին ռազմավարական սխալ գործեց, երբ մինչև սпасել դա երբ է գալու Թրամփը եւ այլն, երևի որպեսի մենակ չմնա, ինչպես ժողովուրդը կասել մենակ ու անտեր, ռազմավարական պայմանագիր ստորագրեց Չինաստանի հետ։ Եվ հիմա ունի լրջագույն խնդիրներ Միացյալ Նահանգների հետ, լրջագույն։ Ավելի ծանր, քան Բայդենի ադմինիստրացիայի օրոքեր։ Այսինքն ինչ որ հարցերում ինքը կարող է երնեք տալ Բայդենի ադմինիստրացիային։
որ ընդհանրապես ասել էր բան եվրոինտեգրացիա, մարդու իրավունքներ եւ այլն, այստեղ խորքային ռազմավարական հարցեր է։ Իսկ դուք մտածում եք Չինաստանը այն երկիրն է, որի հետ կարելի է ռազմավարական պայմանագիր կնքել, հետո 3 ամիս հետո ասել, դե գիտեք ինչ սխալվել ենք, հաջողություն, այսինքն երկու քարի արանք ընկա Վրաստանը, այդ ռազմավարական կարևոր խոշոր սխալի պատճառով։ Հիմա նույն ճանապարհով գնում է Փաշինյանը եւ եթե Աստված չտա մենք այդպեսի դուրս ռազմավարական սխալ գործենք, ապա մենք ոչ միայն հիմա բոլոր նրանց հետ ում վատ ենք կմնանք վատ։ Դեռ մի հատ էլ Միացյալ Նահանգներ ձեռք կբերենք որպես հակառակորդ։ Եվ ես չեմ կարծում որ Փաշինյանի ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը լինելու ավելի մեղմ քան Իվանիշվիլիի նկատմամբ։ Ավելին ասեմ, կհիշեն են բոլոր մեղքերը, որոնք բոլորին հայտնի են, սկսած սանկցիաները խուսափելուց, վերջացած փողլավալը, ամեն ինչ կհիշեցվեն։ Այլ կերպ ասած, դուք ձևակերպեցիք այսպես, որ Չինաստանի հետ եթե հանկարծ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու առաջարկ լինի Հայաստանի կողմից սխալ կլինի գնալ այդ ճանապարհով։ Դուք սխալ բառ օգտագործեցիք, ճիշտ է։ Գիտեք ինչ, եթե Փաշինյանի ռեժիմը նպատակ է դրել Միացյալ Նահանգների հետ ճշնամական հարաբերություններ ունենալ, իզնից ավելի խիստ քննադատ, ասենք Թրամփի եւ Կարեն Սարգսյանից Հայաստանում չկա։ Բայց դրա հետ մեկտեղ ես պնդում եմ, որ մենք այդ ռազմավարական փաստաթուղթը, որ ստորագրել ենք, պիտի կարողանանք հասնել նրան, որ մինչև վերջ իրագործվի, որովհետեւ դա մեր անվտանգության խնդիրն է եւ այլն։ Մենք Միացյալ Նահանգների հետ ունեցանք խարտիա ստորագրել։ Խարտիան, այո, ռազմավարական, որի վրա ամերիկացիները արդեն 3-րդ թե 4-րդ անգամ է իրենք պաշտոնական հղում են անում։ Թրամփը, Ռուբիոն եւ այլն, չէ՞, դա շատ կարեւոր է։ Այսինքն դրանք իրարամերժ են լինելու ձեր կարծիքով ունենալ ստրատեգիական։ Կարող է քայլիցների ուղեղում ոչ, բայց աշխարհում, ռեալ աշխարհում, դրանք իրենք իրական Հայաստանից են խոսում, իրական աշխարհում, այո։ Իրական աշխարհում այո, եւ հետո ասեմ, բա մենք փորձում ենք Թրամփի ադմինիստրացիայի հետ կոնտակտ գտնել, չստացվեց, մինչեւ հիմա չի ստացվել, ասեմ, դա հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր ԱՄՆ կառավարության հետ ռեալ կոնտակտներ չունի։ Բավական բարձր մակարդակի կոնտակտներ կային Բայդենի ադմինիստրացիայի հետ, այսօր չկան այդ կոնտակտները։ Այսինքն չկա հեռախոսով, որով կարելի է զանգել, կոպիտ ասած, տարբեր ոլորտներում, տարբեր հարցերի շուրջ եւ այլն։ Ոչ թե դրա համար որ դա հայկական բան է վարչակարգը, այլ իրենք այնպես են խաղի կանոնները փոխում, որ Հայաստանը այդ հիերարխիկ աշխարհում ստորոտներում է ամենա եւ այսինքն ապրիլ 24-ի այդ ուղերձում Միացյալ Նահանգների Թրամփի կողմից ընթերցված կամ հայտարարած ուղերձում կար վերջին կետով հիշեցում, որ Միացյալ Նահանգները պարտավորված են թե լուրջ են վերաբերում Հայաստանի հետ այդ ռազմավարական գործընկերության խարտիային։ Այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը Թրամփն է ասում, եթե ուրիշ նախագահ լիներ, դա կարելի է մեկնաբանել ոնց ուզում եք, նույնիսկ որպես քաղաքավարություն։ Բայց երբ որ Թրամփը ասում է մենք հիշում ենք, դա նշանակում է, որ եթե որևէ քայլի դիմի Հայաստանը, որը հակասում է այդ ռազմավարության խարտիային, դա մենք անպայման պատասխանը կստանանք դուք։ Հիմա մյուս կողմից դիտարկենք, այո, Չինաստանը արդեն 2 անգամ, 2 պաշտոնյա, տարբեր վերջին 2 շաբաթվա ընթացքում ասում են, որ ինչ-որ ծրագրեր ունեն այստեղ Հարավային Կովկասում եւ Հայաստանը դիտարկում են որպես այդ տարանցիկ, որպես այդ մեկ գոտի, մեկ ճանապարհի մեջ իրենց հատվածը այդ խաղաղության խաչմերուկը մտնի եւ տարբեր այդպիսի ձևակերպումներ չառաջարկված առաջարկներ։ Չեք կարծում արդյոք, որ այո, Չինաստանը դիտարկում է Հարավային Կովկասը, Վրաստանի հետ արդեն ունի, Ադրբեջանի հետ արդեն ունի, եւ եթե Հայաստանի համար դուք համարում եք սխալ եւ Փաշինյանը եւս համարեն Փաշինյանի վարչակազմում կամ նստեն հաշվարկներն անեն, ասեն, չէ, մենք այնտեղ ունենք արդեն ռազմավարական, Չինաստանի հետ չենք անի, ծրագրեր կլինեն, որտեղից Հայաստանը դուրս կմնա եւ դա կթուլացնի Հայաստանը կամ անգամ ոչ միայն դուրս կմնա, Հայաստանի դեմ գործող ծրագրեր կարող են Չինաստանը չի դեռ իրագործում ծրագրեր։ Նա նախապատրաստում է հող այդ ծրագրերը իրագործելու համար։ Ինչը շատ հոյակապ դիվանագիտություն է, իրենց արտաքին քաղաքականությունը
չեմ ասի անթերի է, բայց շատ բարձր մակարդակի է եւ ռազմավարական մտածելակերպը իրենք աշխատում են իրենց ազգային նպատակները ռազմավարությունը առաջ տանելու համար։ Ոչ թե իրագործում են դրա հնարավորությունը չկա, որովհետեւ կա դիմադրություն, մեր դիմադրությունը, չէ՞։ Կա արևմտյան երկրների, Թուրքիայի եւ այլն տարբեր կողմերից, դիմադրություն եւ Հնդկաստանի կողմից, ինչը նաեւ պատճառն է սրացումների։ Խոսենք։ Հա, կա դիմադրություն։ Հիմա, եթե Հայաստանը, Չինաստանը մեծ երկիր է, մեծ տերություն է, մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք։ Եթե կան բիզնես ծրագրեր, որոնք այդ չեն հակասում մեր հարաբերություններին այլ աշխարհի հետ, պետք է անպայման իրագործվեն, անպայման։ Խնդիրը այն է, որ եթե Չինաստանի նման երկիրը միջուկային հզոր աշխարհի արտադրամասը, ինչքան լավ բան ասեցինք, դեզու գտնի, ասենք Եվրոպական միության հետ։ Ինչը փորձում է արել։ Փորձում է եւ Թրամփը ահավոր օգնում է, որպեսզի դա որքան հնարավոր է ավելի հաջող լինի, որտեղ ինքը թշնամացնելով բոլորին, այդպես է, եթե դու բոլորին թշնամացնում ես, կոալիցիաներ են ձևավորվում քո դեմ։ Ինքը հիմա աշխատում է Իրանի հետ, ինքը աշխատում է Հարավային Կովկասում, ինքը աշխատում է Եվրոպական միության հետ, աշխատում է Բրիտանիայի, Կանադայի եւ համագործակցության հետ բրիտանական։ Եթե իրենք ինչ-որ լեզու գտնեն եւ ընդհանուր ծրագիր դնեն գետնի վրա։ Իրենք ովքեր են։ Նկատի ունեմ, ասենք Եվրոպական միությունը Եվ Չինաստանը։ Չինաստանը պայմանավորվեն, դա կարելի է քննարկել։ Նույնիսկ եթե դա կբերի Միացյալ Նահանգների դժգոհությանը, ասենք։ Ֆոն դեր Լայենի այս Սամարխանդի հայտարարությունը եւ այս Չինաստանի ակտիվությունը, հայտարարությունները, դրանք նույն կոնտեքստում է պետք դիտարկել։ Չէ, սրանք հանդիպակաց շարժումներ են, որոնք կամ պետք է բախման բերեն, երբ որ գալիս են, զորքերը կոպիտ ասած միտեղ, կամ ընդհակառակը, ինչպես թունելը փորեցին, շնորհավորել իրար եւ այլն, որ ես էս կողմից եկա, այս կողմ, այսինքն կա process Եվրոպայից եւ ակնհայտ է, որ Հարավային Կովկասը պետք է Եվրոպային, Եվրոպական ժողովրդական կուսակցության այս վերջի համագումարը, որը 3 էր, ձեկուցողը, որը պատահական մարդ չի, որ դալիճից ելել է դուրս եկել, զեկուցողը Հայաստանի մասին եղել է զեկույց, ասել է, որ մենք մեկնած ձեռքը պետք է սեղմենք։ Եվ ես չեմ բացառում, որ դա դառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական դիրքորոշում։ Հիմա նույնը կվերաբերվի լիբերալներին, սոցիալիստներին։ Ես հեռանկարը շատ պարզ տեսնում եմ, ոնց է դա մեկ օրվա խնդիր չէ։ Հիմա Հարավային Կովկասը դիտարկվում է Եվրոպական միության կողմից որպես կարևոր պլացդարմ այդ կենտրոնական Ասիայի հարաբերությունների համար։ Հոյակապ է։ Չինաստանի համար դիտարկվում է Հարավային Կովկասը որպես տարանցիկ, այսպես տարածք եւ այլն կարևոր Եվրոպայի, որովհետեւ եթե տարիֆային քաղաքականությունը բերում են նրան, որ ամերիկյան շուկան չասեմ փակվում է, բայց կիսափակվում է չինական ապրանքների եւ ծառայությունների համար, իրենց պետք է նոր շուկաներ։ Դա լինելու, չլինելու հարց է չինացի ժողովրդի համար։ Դա կարևորագույն հարց է։ Եվ իրենք այդ հարցը փորձում են լուծել։ Հիմա իրենք կարող են ռեալ ես տեսնում եմ այդ հնարավորությունը Եվրոպայի հետ կան կոմպրոմիսի զուտ հակատրամպիզմի հողի վրա, որտեղ Տրամպը նրանց էլ է նեղացնում, նրանց էլ է նեղացնում։ Ուստի վերադառնանք Հայաստանի դիրքորոշմանը։ Եթե եվրոպացիները եւ Չինաստանը դուք տեսնում եք, որ հնարավոր է, որ ունիսոն, այսինքն այս հարցում դա կարելի է քննարկել։ Համաձայնեցված են գործում։ Եթե Փաշինյանը սկսի դա քննարկել, ես Փաշինյանն է, պարզ է, որ մի 25 անգամ են Չարաբաստիկ խաչմերուկը կհիշատակի բան, դե ավել այդ բանն է։ Իր մեթոդիկայում 4 էջ կա, այդ 4 էջը դրա մասին է եւ ինչ որ խաղաղության օրակարգ դա եւ այլն նախկիններ, ներկաներ, հեղափոխություն, ավել ինքը ոչ կարող է, ոչ գիտի, ոչ ուզում է, ձգտում ունի, ոչ մի բան։ Բայց եթե ինքը սկսի թեկուս այդ ռետորաբանությամբ դա քննարկել, դա կլինի բացատրելի։ Ես նույնիսկ չեմ պնդում, որ պետք է համաձայնվել, չհամաձայնվել, միանալ, քննարկել։ Դու ո՞նց եք իմանալու քննարկվում է թե ոչ։ Շատ պարզ է, եթե Եվրոպական միությունը եւ Չինաստանը գան համաձայնության, ապա էմիսարների մուտքը Հայաստան դառնալու է համարյա ամենօրյա ռեժիմով։
մի օր չինացին է գալու, մի օր եվրոպացին է գալու, մի օր մեկ-մեկ միասին են գալու, բա ինչ է, այդպես են աշխատում, բա մտածում եք այդ բան է, որոշում են ընդունվում, հետո տանը նստած Այդ դեպքում եկեք Ռուսաստանի գործոնը դիտարկենք, դուք ասում եք Փաշինյանը քննարկելու է, դուք չեք կարծում, որ կարող է Փաշինյանը նաև քննարկել այս հարցը Ռուսաստանում։ Փաշինյանի Ռուսաստան գնալ մայիսին այնքան տոքսիկ, խայտառակ եւ Հայաստանի ռազմավարական շահերին հակասող քայլ է, որ անկեղծ ասած արդեն մեկ է դառնում, թե ում հետ ինչ է այնտեղ քննարկելու։ Ուզում է Ալիևի հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։ Այն փաստը, որ ինքը մայիսի 9-ին տոտալիտար մարդակեր ռեժիմի ուժի դեմոնստրացիայի օրը, որը իրեն քողարկում է իբր հակաֆաշիստական եւ այլն կարգախոսներով, ինքը լինելով այդ ֆաշիստական ավանդույթների ամենավատ ավանդույթների կրողը այսօր աշխարհում։ Կողքին կանգնելը դա հանցակից դարձնելն է ողջ հայ ժողովրդին, որովհետև կներեք, եթե ես դանիացի եմ, նորվեգացի եմ, ֆրանսիացի եմ, իսպանացի եմ եւ իտալացի եմ, ներբությունները, որ հայ ժողովուրդը այդպես չի մտածում, որ հայ ժողովուրդը այլ կերպ է աշխարհը տեսնում եւ այլն, չեն անցնում։ Առավել եւս, որ մենք ամենտեղ գլուխ ենք գովում, որ ժողովրդավար ենք եւ Փաշինյանը 2 անգամ ստացել է ժողովրդի քրեն։ Եվ դրանից հետո քննարկել, թե ինչ է ինքը Պուտինի հետ, դե հերթական մեթոդիչկայի բանը, տեքստը անգիս պետք է կրկնի, որ հիշեցնի, որ չեմ մոռացել, գիտեմ, սա է։ Լավ, վերադառնանք ուրեմն Չինաստանի հետ Հայաստանին, դուք ասում եք սխալ կլինի եւ շարունակում եք պնդել, սեպարատ Չինաստանի։ Այո, պարզապես հենց այդ նկատառումով, որ եթե Եվրամիության կամ Եվրամիության հետ լինի այդ նախագիծը, նախագծերը, ապա այդ մտածելու տեղ կա։ Տեսնենք ձեր կարծիքը կուզենայի իմանալ, ինչ եք կարծում, ինչ նպատակ կարող է հետապնդել այդ սադրելով Հնդկաստանը այս պարագայում, այստեղ հիմա, նրան ներքաշել պատերազմի մեջ։ Արդյոք դուք համարում եք, որ Հնդկաստանին սադրել են եւ ներքաշել են պատերազմի մեջ, ում է դա ձեռնտու, ինչու հիմա եւ ինչու հենց Հնդկաստանին։ Առաջինը Չինաստանն է ձեռնտու, դա ակնհայտ է։ Չինաստանը ինչ է կատարվում, աշխարհում ֆինանսական շոկաների անկում է։ Ամերիկյան ադմինիստրացիան այնպիսի քայլերի է դիմում, որ հարցականը տակ է դնում այդ շուկաների գոյությունը ընդհանրապես։ Եվ շատ կարևոր է Չինաստանի համար գտնել այլընտրանք ամերիկյան ներդրումներին, հա։ Նույնը Հնդկաստանի համար է կարևոր, Հայաստանի համար է կարևոր, եթե երկրում adekvat մարդիկ են, չեմ ասում լավ կառավարություն է, նույնիսկ adekvat մարդիկ են կառավարում, բոլորի համար կարևոր է։ Մեր համար է պետք է կարևոր լինել, հիմա չգիտեմ, օրինակ հարցնենք վարչապետին ինչ կասի, բայց կարևոր է օբյեկտիվորեն։ Հիմա Հնդկաստանը դարձել է համար 1 մրցակիցը, որովհետև ինքը չի մասնակցում ԱՄՆ Չինաստան, հա, այդ հակամարտությանը, շատ ավելի կայուն երկիր է, Չինաստանից կայուն չէ, պարզ է այնտեղ տոտալիտար համարյա ռեժիմ է եւ պարզ է այնտեղ կայությունը ինչպես է հասնում, բայց համատած շատ եւ շատ երկրների, հա, նույն տարածաշրջանում շատ կայուն է, մեծ աճ ունի, ահռելի դեմոգրաֆիա ունի, ինքն իրենից ահռելի շուկա է միջալուց։ Այսինքն հնդիկների նույն process-ը եղավ Չինաստանում արդեն անցել է, հիմա Հնդկաստանն է։ Երբ որ կենսամակարդակը այդ մեծ ազգի, մեծ ժողովրդի, հա, բարձրանում է, իրենք սեփական գնողունակությունն է բարձրանում։ Իրենք սկսում են նորմալ հագնվել, նորմալ սնունդով սնվել, չէ, մեքենաներ քշել եւ այլն։ Ինչ որ եղավ Չինաստանում, իհարկե ոչ բնակչության համար, բայց խոշոր քաղաքների բնակիչների համար դա նույնիսկ հաշվարկված էր, որ աշխարհում մսի եւ որոշ մթերքների գինը բարձրացավ, որտեղ չինացիները սկսեցին միս ուտել, որովհետեւ նախնական շրջանում այդ մահվիստական հեղափոխությունից հետո օրական մի փոքր ափսե բրինձը դա մեկ չինացու օրական սնվեցություն էր, քրոնիկ թերսնություն էր։ Այսօր իրենք սնվում են այնպես, ինչպես սնվում է ցանկացած մարդ։ Նկատի ունեմ բազմազանությունը ուտելիքի եւ այլն եւ այլն։
սպիտակուցներ, ածխաջրեր եւ այլն, չէ՞։ Եվ դա ազդում է համաշխարհային շուկայի վրա, որտեղ դե 1 միլիարդից ավել մարդ է, կատակ չի։ Նույնը Հնդկաստանին է ամեն ինչ վերաբերում։ Եվ Չինաստանը պարզապես ցույց է տալու, որ Հնդկաստանը կայուն երկիր չի, իրենք չեն հավատում, որ պակիստանցիները կհաղթեն կամ ծնկի քիչեցնեն հնդիկներին, կամ Հնդկաստանը այնպեսի մեծ հարվածներ կստանա, որ տակից դուրս չի գա, չէ, բայց կապիտալի համար երկրի կայունությունը առաջնային գործոն է։ Ցնցումներ չպետք է լինեն, պատերազմը դա ցնցում է։ Ուրեմն եթե այդ գործարանը ուզում ես Չինաստանում փակես, գնաս բացես Հնդկաստանում, որպեսզի Տրամպի հետ վատ չլինես։ Դու դա չես անի, որովհետև ինչքան էլ վախենաս Տրամպից, քո կապիտալի կորստից ավելի ես վախենում։ Բա որ էլի սկսվի երկրորդ Հնդկաստանի հետ բա որ հանկարծ Պակիստանը միջուկային հրթիռով խփի ինչ-որ մի հատ քաղաքի։ Այնտեղ ամենափոքր քաղաքում մի երևի 10 միլիոն մարդ է ապրում։ Եւ այլն, այսինքն իրենք ստեղծում են այնպեսի անկայունություն, որպեսզի Հնդկաստանին որպես մրցակից հանեն ընդհանրապես շարքից։ Դա տնտեսական տեսակետից է գնում։ Հիմա սերտորեն կապված է եւ քաղաքականությունը եւ տնտեսությունը։ Հնդկաստանին որևիցե ձևով Իրանի հետ, եթե այստեղ պատերազմ եղավ, այնտեղ ժամեր են հաշվում, չգիտենք կսկսվի թե չէ, համենայն դեպս այս ավելի շուտ կսկսվի կամ չի սկսվի։ Այս պահի դրությամբ ժամերի մասին են խոսում, Իրանին, եթե հանկարծ նախապատրաստվում է Իրանում ինչ-որ իրավիճակ, դեռ չենք խոսի հիմա մի քիչ Իրանի մասին, մի քիչ ավելի ուշ կխոսենք։ Արդյոք կարելի է համարել, որ այո, Հնդկաստանին այստեղ կրակ օջախ են բացում, նաև որ եթե Իրանին օգնություն պետք լինի կամ ինչ-որ կապ պետք լինի, Հնդկաստանը էլի խաղից դուրս լինի։ Հետաքրքիր բան կա, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այս կոնֆլիկտում Հնդկաստանին են աջակցում։ Ակնհայտ։ Կարելի ասել, որ դա խորաման քաղաքականություն է, որ այստեղ բան է խրախուսում են կռիվը, բացի աջակցում են, կարող ենք այդպես քննարկել։ Բայց փաստը մի քիչ հիմա աշխարհում շատ են խառնվել բացարձակապես համընկնող երկրները իրենց բոլոր շահերով եւ պատկերացումներով շատ քիչ են։ Եկեք շատ հեռու չգնանք։ Մեր տարածաշրջանը վերցնենք։ Օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, դաշնակցային եւ այլն ինտեգրացիոն, նույնիսկ քաղաքականություն։ Թուրքիան Իսրայելի ճշնամին է իրեն համարում, Իսրայելն է Թուրքիային պաշտոնապես, Ադրբեջանը լավագույն դաշնակիցն է Իսրայելի։ Հնդկաստան, հա, Իսրայելը Հնդկաստանի լավագույն դաշնակիցն է համարվում, չէ՞։ Հա, իսկ Պակիստանը Ադրբեջանի լավագույն դաշնակիցներից մեկն է։ Տեսեք ինչքան խառնված է աշխարհը։ Իմ միջալոց ասեմ, առաջին աշխարհամարտից առաջ կոալիցիաները երբ որ սկսեցին ձևավորվել, այսինքն Անտանտը եւ այս Երակի միությունը, հա, Գերմանիա, Ավստրիա-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, շատ տեղերում նման վիճակ էր, որ օրինակ Իտալիան մի ոդկով կարող էր լինել այդ Երակի դաշինքի անդամ, մի ոդկով էլ ինչ որ այլ շահերով կարող էր լինել Անտանտը։ Ինքը գերադասեց վերջի պահին են։ Այո, վերջի պահին գերադասեց Անտանտը։ Վերջի պահին գոբնորոշվում են։ Լավ, եկեք հիմա տեսնենք Իրանում ինչ է կատարվում։ Մենք դեռ շատ բան չենք տեսնում։ Այս ամենը ինչու ենք մենք հիմա քննարկում, որտեղ այս ամենը բոլորս հասկանում ենք Հայաստանի հետ առնչություն ունի։ Ինֆորմացիա վերջին այն էր, որ Թուրքիան իր օդային տարածքը բացել է, թույլ է տվել, որպեսզի Նետանյահուն իր ինքնաթիռով հասնի Ադրբեջան։ Ընդ որում Ադրբեջանում այս պատերազմող երկրի վարչապետը գտնվելու է 5 օր։ Ինչ է անելու այս 5 օրվա ընթացքում, 5 օրերի ընթացքում Նետանյահուն Բաքվում, պարզապես ասեմ, որ հիշեցնեմ այս նույն թեմայի մեջ է մտնում նաև օրերս 3 օր առաջ Փեզեշքյանի այցը, նախագահի Իրանի այցը Ադրբեջան եւ պարզապես մեկ ձևակերպում տամ, ինչ ասաց նա հարցազրույցներից մեկում Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք, Փեզեշքյանն է ասում, հարցազրույցում։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք եւ օրհնություն կհամարենք, եթե նրանք ոտք դնեն այս հողի վրա։ Խոսքը գնում էր այդ կապող ուղի մասին, նոր որ գծում են Նախիջևանի եւ ուրեմն ցամաքային Ադրբեջանի միջեւ։ Ինչի մասին է այս ամենը վկայում։ Կա այսպեսի շատ པարզ միտք, որը պետք է որպես աքսիոմ ընդունել, հետո մնացածը։ Որքան Իրանի հարաբերությունները լավ են Արևմուտքի եւ Իսրայելի հետ, այնքան Ադրբեջանի գինը ընկնում է։
Մենք դրա մասին շատ ենք խոսել։ Որքան վատ են հարաբերությունները, Ադրբեջանի գինը բարձրանում է։ Եվ մենք հիմա ականատես ենք լինում տեսական դրույթը պրակտիկ։ Ադրբեջանը դեռ մի երկիր, որտեղ Իրանը գալիս համոզում է, ասում է, դե մենք եղբայր ենք, ես ենք, Փեզեշկյանը դեմոնստրատիվ ադրբեջաներն է խոսում Բաքվի քաղաքապետի հետ, իր մայրենի լեզուն է, իր հայրը ադրբեջանցի է, մայրը քուրդ, եւ ինքը երկու լեզուներին է, բացի պարսկերենից տիրապետում է, բավական լավ, եւ խոսում են, եւ այսինքն նույն ժամանակ 5 օրով գալիս է Նետանյահուն, այսինքն կատարվել է Ադրբեջանի երազանքը, որ Իրանի դեմ հարվածը այնքան ակտուալ է ու այնքան տեսանելի է, որ իր գինը հասել է երկինքի։ Եթե դա Աստված, իհարկե չեն կարող երաշխավորել, բայց Թրամփի ադմինիստրացիայի այդ բանակցությունները, որը որքան հասկանալու են պրո-իսրայելական շրջանակները, նույնիսկ Ամերիկայում ամեն ինչ անելու են, որպեսզի տապալվի։ Միայն մնում է, որ Իրանի մոլլաները, այաթոլլաները ավելի իրենց հիմարությամբ չգերազանցեն այդ ջանքերը եւ իրենք չտապալեն գոնե։ Տեսնենք ինչ կլինի։ Դե զգուշ են դեռ։ Հա, դե փարկած։ Բավականին զգուշ են, բայց Նետանյահուն պարզ ասաց, ես դեմ եմ այդ բանակցությունների։ Միշտ է եղել դեռ։ Բանակցային ճանապարհով հարցի լուծմանը։ Նաև Թրամփի առաջի կառավարման բոլոր Նետանյահուն եւ իր քաղաքական ուժերը, այդ ուլտրա աճ եւ էքսպանսիոնիստական դեմ են եղել միշտ 10 տարի առաջ էլ, հիմա էլ վաղն էլ դեմ կլինեն, բայց 10 տարի առաջ Իրանի դեմ պատերազմը այդքան ակտուալ թեմա չէր, հիմա դա է փոփոխությունը։ Հիմա նայեք Ադրբեջանի գինը այդ հնարավոր պատերազմի ֆոնին հիմա շատ բարձրանում է։ Այստեղ կարող ենք համար մեկ դուժողները լինենք մենք հայերս, որովհետև երբ որ ինքը գին պահանջի, կապ չունի Իրանից, Իսրայելից, Թուրքիայից, որ կողմից։ Այդ գինը անպայման ներառելու է Հայաստանի հանդեպ իր պլանների իրականացմանը գոնե չխանգարել։ Գոնե չխանգարել։ Իրանի դեպքում չխանգարել է, Իսրայելի դեպքում աջակցել։ Իսկ Հնդկաստանի դեպքում, որը պատերազմից 5 րոպե առաջ է։ Խնդիրն է, որ Հնդկաստանը կարող է պարզապես Հարավային Կովկասի երկրորդական այդ պահին թվա։ Հենց այդ։ Այսինքն ինքը դուս եկած։ Այս պահին աստեղային ժամն է, այսպես ասենք, ինքը աստեղային ժամի նախասպասումով է ապրում Ալիևը։ Կարող է տապալվել եւ չստացվել, բայց կարող է եւ ստացվել։ Լավագույն տարբերակը իր համար դա պատերազմ, տապալումն է բանակցությունների։ Իրանի հակա-արևմուտք եւ հակա-իսրայել դերի մեջ մնալն է։ Դու պարտադիր չի, որ Իրանը դառնա արևմուտք, բայց պարտադիր էլ չէր, որ նա լիներ հակա-արևմուտք։ Դա դերի մեջ մնալն է եւ որ Հնդկաստանը խաղից դուրս գալն է գոնե ժամանակավորապես, որովհետեւ Հնդկաստանը պարզ պրիմիտիվ Հայաստանի համար մեկ զենքի մատակարարողն է այսօր։ Պարզ Այսինքն պետք չի ռազմավարական թվեր, փաստեր, զենքի տեսակներ։ Եվ այս առումով Ադրբեջանի համար շատ այսպես սպասումներով լի ժամանակ է։ Նույնիսկ երևի ավելի քան 44 օրյա պատերազմի նախորդին։ Իսկ հաշվի առնելով Փաշինյանի կառավարության որակները, իրենք նույնիսկ երևի պլանավորում են ստանալ ամեն ինչ, ինչ ուզում են առանց պատերազմի, պարզապես։ Ադրբեջանը որպեսզի ստանա, այո, որպեսզի փաստի տակ դնել, որ այստեղ դուք ոչ մի շանս չունեք, Հնդկաստանում պատերազմ է, Իրանը չկա, զբաղված է, Ամերիկայի հետ հարաբերություններ չեք կարողացել կառուցել դեռ, եվրոպացիներն էլ դե կարող են անել, ինչ կարող են անել, ավելին չեն կարող։ Հա, Ռուսաստանն էլ 100% մեր կողմից է։ Ադրբեջանն է ասում։ Կարող է ասել։ Այ իրենք այդ դրա սպասումով են, որ նույնիսկ կարիք չլինի զինված ինչ-որ գործով երկրորդ անգամ վատամարտ։ Կարծում եք արդյոք այդ մայիսի 9-ը դրանով է հենց պայմանավորված, ճշտում են, այսպես կողմներ ասում, ժամացույցն ենք, սլաքները ճշտում ենք։ Ալիևը եւ Փաշինյանը գնում են ճշտելու Պուտինի հետ սլաքները իրենց ժամացույցների։ Ուրեմն Փաշինյանը Պուտինի հետ համապատասխանեցնելու է։ Հա, ուրեմն որքան շատ այդ ժամացույցը համապատասխանեցնի, այդ ժամացույցը
մի 100 տարի համաշխարհային ընթացքից հետ են կած բոլոր դեպքերում։ Չէ, ինքը կարող է օրվա ժամը ճիշտ ցույց տալ 6:10, բայց դա ասենք 1887 թվականի մայիսի 1-ի 6:10-ն է։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք այս մղձավանջից դուրս գալ, ուրեմն պետք է լրջանալ, առաջին հերթին ինչը պետք է անել, շատ բարդ խաղ իրեն թույլ տալ չի կարող Հայաստանը, որովհետև բարդ համակարգերում, դա կիբեռնետիկայի օրենք է, դու չես կարող շատ ավելի բարդ համակարգեր կառավարել, քան դու ես։ Հայաստանը այնպեսի մի երկիր, որ ասֆալտ չի կարողանում գցի նորմալ, մանկապարտեզ չի կարողանում սարքի որակյալ։ Եվ ներողություն եւ երբ որ իրան այդ մասին ասում են ձեռքերն է առաջ վրթովում է, հա, այսպես ասենք, ձեռնակրվի մեջ է մտնում։ Հա, այդ երկիրը չի կարող այդպեսի բարդ process-ների մեջ մտնի։ Ուրեմն օկամի սայրով պետք է հանել այն ուղղությունները գործունեության, որոնք մեկի անպտուղ են։ Ռուսաստանի հետ որևէ լեզու գտնելը, մերձենալը եւ այլն, որևէ բան Հայաստանին չի տալու։ Որևէ կերպ մեզ չի փրկելու հնարավոր արհավիրքներից։ Կարծում եք այն ներողություն հարցս այսպես ձևակերպելու համար, ծայրահեղ եմ գուցե ձևակերպում, կարծում եք Հայաստանը այժմ այն դիրքում է Ռուսաստանի հետ, որ նա պետք է լեզու գտնի, թե պետք է հլուհնազանդ իր ժամացույցը վերցնի եւ վազի ճշտելու սլաքները։ Դե ասում եմ, կճշտի, հետո կպարզի, որ մենք նա ուղիղ բանակցելու, խոսելու, իր տեսակետը ներկայացնելու, բայց դեռ այդ, չէ, ես կարգավիճակն եմ ուզում ձեր ընկալմամբ, որ կարգավիճակում է դեռ ենթարկվողի, թե այնուամենայնիվ իր դիրքը դնողի։ Այսինքն գնաս մայիսի 9-ին ամբողջ աշխարհի առջև խայտարակ լինես, նվաստանաս ու հանդես գաս, հետո երբ է Հայաստանը իր դիրքը դնողի դերում եղել Ռուսաստանի հարաբերությունում վերջին 30 տարում, այդպեսի կարող է էպիզոդներ հիշենք, ես էլ հիմա եթե շատ Դե ասում է օրինակ Սյունիքում FSB-ն չպետք է կանգնի, մենք պետք է սուվերենությունը պահպանենք, գոնե դա կարող ենք հիմա հիշել այս կոնտեքստում։ Ուրեմն լավագույն խնդիրը այնպես անել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ազդել այդ խնդրի վրա, պարզ է, չէ՞ որ Միջանցքը ուզում է Ռուսաստանը, ակնհայտ է, չէ՞ որ Միջանցքը Ռուսաստանը ուզում է։ Պետք է այնպես անել, որպեսզի իր ցանկությունները իրականանալի չլինեն։ Շատ պարզ։ Այն պլանը, որ հիմա բավական մեծ փոփոխություններ է, որ հիմա դրված է սեղանին Ուկրաինայի բանակցությունում, իդեալական չէ այնտեղ։ Դա մասին առանձին կարող ենք մի օր կխոսենք անպայման։ Շատ երկար է, բայց շատ նյուանսներ շատ են։ Երկու կետ ամենայն դեպս քննարկենք։ Այնտեղ ամենագլխավոր կետը այն է, որ Ուկրաինան, Եվրոպայի եւ ինչ որտեղ Ամերիկայի օգնությամբ, Եվրոպայի ոչ միայն Եվրոմիության, այլ նաեւ Բրիտանիայի, Նորվեգիայի օգնությամբ դառնալու է սուպեր ռազմական երկիր։ Ինչու, որպեսի վաղը, եթե Ռուսաստանը ուզի պատերազմ սկսել, չսկսի։ Այսինքն լավագույն ձևը կոնֆլիկտային իրավիճակներում Ռուսաստանի հետ լեզու գտնելու կա երկու սցենար։ Կա մեր քաղաքական էլիտայի մեծ մասի, ինչալից մենք օբյեկտիվ լինենք, միայն քալիստների չէ, մեծ մասի։ Սցենարը, որ եթե ռուսը ասում է սիձեց, պետք է նստել, ես ասում եմ լիժած, պետք է պարկել, վերջ։ Ռուսի հետ այլ կերպ չի կարելի։ Ըստ որում շատ եթե նկատել եք նման կարծիքներ արտահայտողները կարող են երդվել, որ իրենք ձեզնից ավելի ռուսներին չեն սիրում։ Բայց ինչ անենք, իրենք այդպեսին են։ Սա մի մոտեցումն է, երկրորդը այն ինչ որ եւ Ուկրաինայում ուզում անեն, որ չհամարձակվի հարձակվել։ Ֆինլանդիան ինչի ՆԱՏՕ մտավ, որպեսզի Ռուսաստանը չհամարձակվի հարձակվել եւ հարցեր լուծել։ Չհամարձակվի Էստոնիայի վրա հարձակվել։ Նաև որտեղ դա ուղղակի խփում է, բացի այս որ դրանք շատ նոր ժողովուրդներ են։ Լեզվով, մշակույթով, պատմությամբ, դա ուղղակի այսպես նայում ես արդեն դեպի Ֆինլանդիա։ Հիմա նույնը մեզ է վերաբերում, երբ որ դուք ասում եք ժամացույցը, լավագույն ձևը ռուսների հարցը լուծելու ոչ թե այն ինչ որ ինքը դեմագոգիկ պատասխան տվեց էստոնացի լրագրողին,
խզելով, ասեմ, խզես հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Ինչու օգտագործես դա, չէր հասկանում, որ այդպես Չէ, ճիշտ չի ձևակերպում տալը։ Մարդը 7 տարի, Երբ որ ասում ես չես խզում, նշանակում է խզում ես։ 7 տարի, կասկածի տակ է դրված դա։ 7 տարի այդ մարդը սովորել է, որ իր դեմագոգիան երկրի ներսում ուտող կա։ Հիմա քիչ մարդ է ուտում, ժամանակին շատ հոց զանգված է։ Այդ մարդը գիտի դա այդ միշտ անցնելու է։ Որ էստոնացի լրագրողը շատ մտածված, ես կասեի խորամանկ, Սադրիչ կարելի ասել, սադրիչ հարց է տալիս, բայց Այո։ շատ լավ կազմակերպված եւ մտածված, իսինքն կարող է զբաղվել այնպեսի դեմագոգիա, ասում եմ, այսինքն 10 երկիր մասնակցելու է եւ 180 երկիր չի գնալու, դրանք բոլորը խզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն դա աբսուրդային պատասխան է, բայց ինքը քանի որ երկրի ներսում այդպես կպատասխաներ ու մի 10-15 ԶԼՄ կա Հայաստանում, որ կգրենք, տեսնում եք մեր չի խզում։ Դա բացի դրանից մեր վարչապետը ինչ հանճարեղ գիտի կանցնի։ Ռուսաստանը ինչով է պայմանավորված ձեր կարծիքով այն ինֆորմացիոն նետումը, որ վեդոմստիներ, բոլորն էլ վերատպել էին, ռուսական վեդոմստիներ տվել, որ Ռուսաստանը որոշել է ներազդել Հայաստանի վրա ոչ թե էլեկտորալ ինչ-որ նպատակներով կամ ձևերով, այլ ինֆորմացիոն ձևերով։ Դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Որ իրենք ԿՊ-ի կառավարման մեջ եւ ստացած ձայների մեջ խնդիր չեն տեսնում։ Թե չեք ասեին, ինչպես Մոլդովայում, ամեն ինչ կանենք, որպեսի սանդում պարտվի, իմչալուց նույն մարդիկ, ովքեր նշանակված են պատասխանատու Հայաստանի հետ աշխատելու, նույն մարդիկ պատասխանատու են Մոլդովայի հետ աշխատելու։ Եվ մենք կարող ենք զուգահեռներ բերել արդեն, որտեղ նույն կաբինետներում է այդ քաղաքականությունը վարվում։ Ուրեմն Մոլդովայում ասում են սանդույն ձայն չտակ, քխ, կտակ սրան, պուպուշ, չէ՞։ Բայց ինչի Հայաստանում ասեն էլեկտորալ չի լինելու։ Նշանակում է անգամ եթե ԿՊ-ն հաղթի 26 թվականի ընտրությունում ինչ որ մի հրաշագործ ձևով հաղթի, այո թող հաղթի։ Մենք ԿՊ-ում խնդիր չեն տեսնում։ Իրենք տեսնում են հանրային կարծիքի մեջ խնդիրը։ Իրենք տեսնում են այն 60%-ի մեջ համարյա, որոնք կողմ են եվրոինտեգրացիային։ Իրենք տեսնում են վերլուծաբանների մեջ խնդիրը։ Իրենք տեսնեն որոշ ԶԼՄ-ների, որոշ քաղաքական խմբակների այդտեղ են տեսնում խնդիրը։ Իրենք չեն պայքարելու Փաշինյանի դեմ։ Լավ, Վրաստանում իրենք ունեցան այդ խնդիրը, ինչու իրենց համար դա տենց մեծ խնդրեմ չի, ինչու եք համարում, որ մեզ մոտ պետք է լինի։ Հենա նույն Վրաստանում եւ ժողովուրդն է դուրսը փողոցում չի ուզում, ընդվզում է։ Բայց նրանք որոշել են մեր հանրության հետ աշխատել։ Շատ լավ օրինակ է։ Շատ լավ օրինակ է։ Այսինքն Իվանիշվիլին կարողացավ կոտրել կամքը, արհամարել կամքը վրացի ժողովրդի, զորբայությամբ եւ վտրակեղծիքով պայել իշխանությունը, ռուսները փաստորեն դրան աջակցեցին։ Եվ փաստորեն որքան շատ մարդ աջակցեց Իվանիշվիլիին, այնքան այդ սցենարը ավելի հեշտ էր իրականացնել։ Եթե Իվանիշվիլին ասենք կեղծեց X քանակությամբ ձայն, 2x-ը խնդիր կլներ, 3x-ը անհնար։ Հիմա իրենց պետք է այնպես փոխել մարդկանց գիտակցությունը, որպեսզի բռնության կարիքը հասցվի նվազագույնի։ Դա մարդասիրությունից չի։ Ինչու՞, ես էլ ուզում եմ։ Դա մարդասիրություն, դա պարզապես ռացիոնալ մոտեցում է, որովհետև եթե մարտի 1 լինի Հայաստանում կամ ավելի վատ բան եւ այլն, այդ մարտի 1 ոչ լեգիտիմ կլինի, հա։ Հայաստանը այդ մարտի 1-ի տակից 10 տարի չկարողացավ դուրս գալ։ Իսկ իրենց ինչի համար, եթե կարելի է փորձ անել առնվազն, որպեսզի չկրկնվի, պարզ ասենք, չկրկնվի Վրաստանի իրենց, ասենք, դեմ այդքան հակա-PR ասեն, մեղմ ասեն։ Դրա համար ակնհայտ է, որ իրենք ասում են, որ մենք չենք աշխատելու Փաշինյան։ Օրինակ, եթե ԿՊ-ում, եթե կան մարդիկ, որոնք ունեն համեմատաբար արմատամետի համբավ, այլ կետային իրանց դեմ աշխատեն։ Բայց ԿՊ-ում 10 անգամ ավելի շատ կար մարդիկ, որոնք ոչ համբավ ունեն արմատամետի։ Լավ, հիմա ինչ դեսանտ է սպասվում, ինչ է սպասվում Հայաստանում այդ ինֆորմացիոն ներազդելու անվան տակ։ Ես չեմ զարմանա, եթե նոր ալիքներ ստեղծվեն կամ հին ալիքները գնվեն նոր տերի եւ նոր ֆինանսավորում ստանան։ Փող են ներդնելու։ Այո, բլոգերներ, ակցիաներ, գրանտեր, որտեվ Ամերիկան դուրս գալով այդ գրանտային դաշտից մեծ տեղ բացեց Ռուսաստանի եւ
Չինաստանի համար։ Եվ Չինաստանը եւ Ռուսաստանը այդ շուկան լցնելու են։ Իրենք ռուսները ընդհանրապես իրենց ամենամեծ թուլությունը դա soft power-ի փափուկ ուժի թեր գնահատումն է։ Նրանք փող չեն սիրում Չէ, ծախսել։ բացի դրանից, իրենք մտածում են, եթե կարելի է մարդուն ծեծելով ստիպել մի բան անել, ինչի համոզել։ Դրանով սպիտակ եվրոպացի մարդկանցից սպիտակ եվրոպացի ռուսները արտաքնապես նույնն են լինելով տարբերվում են, իրար չեն հասկանում։ Նայում են, նման են իրար, խոսում են, սպասում տարբեր մոլորակներից են։ Որտեվ սրանք ասում են, կարաս տփես, կարաս պիստոլը դնես երեխու գլխին, կանի։ Ինչ կարիք կա։ Փող ծախսել, համոզել, ինչ որ բան անել։ Հիմա իրենք սկսել են հասկանալ, որ առանց soft power-ի կիրառման այդպես չի լինի։ Եվ իրենք փորձել են soft power-ի նաև ուժեր կիրառել։ Իրենց ըստ որում ես ձեզ ասեմ, ռուսատիացությունը հանկարծ չխափնվենք այդ կեռիկի վրա չընկնենք, չափորոշիչ չէ։ Այստեղ կարող է իմ տեղը նստած լինի մարդ, որը ասի ես այդ ռուսներին չեմ սիրում։ Ման, բայց ախր այդ եվրոպացիները մի աշկիս լույսը չեն, արեք ճիշտը խոսենք։ Ռուսներ վտանգավոր է։ Հա, ռուսը վտանգավոր է։ Արժի դրած ամենասիրած ձևակերպումն է։ Բայց ինչու լավ Չինաստանին է, ինչով է վատի, այսինքն փափուկ ուժի կիրառում է նաև դիվերսիֆիկացված մոտեցում տարբեր մարդկանց տարբեր ձևի։ Որտեվ Հայաստանում մի 20%, 15% մարդ կա, եթե Կարեն Սարգսյանին հարցնեք ավելի կոնկրետ կասի, որպես սոցիոլոգ 15-20% մարդ կա, որոնք այդ ուղղակի կացնային ռուսասիրությունը ազդում է վերել։ Զուգահեռել երևի Ալիևի ագրեսիվ ռետորաբանությունը կմիացնեն համաձայնեցված։ Ես ավելին, ես կանխագուշակում եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նույնիսկ եւ ռետորաբանությունները դառնալու են ԿՊ-ի գլխավոր ընտրական խաղաթուղթը 26 թվականի ընտրություններում, որտեղ նախկիններ կան վատ է աշխատում, ցույց տվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունները, այսինքն մաշված գործիք է, ինչ Ռուսաստանից այդքան էլ չի վախենում հանրությունը։ Հա, ուրեմն բան է լինում, որ եթե մենք վատն ենք, օրինակ ասֆալտ տնցել 7 տարի, ուղղակիորեն նստած ամեն մի 5 շաբթի օրը ինքնախոստովանանքի օր է, չէ։ Դպրոց մի անգամ ասաց, որ դպրոց կառուցել չգիտենք։ Ասենք բանը, զայրում գիտեն, իրենք չգիտեն։ Ասեց առաջի դասարանում ենք մնացել 7 տարում բան չսովորեցինք։ Հիմա ամեն անգամ ասում են, բայց այս բոլոր բացասական բաներով հանդերձ դուք ինչ ուզում եք Ալիևը մտնի Երևան, զորք ադրբեջանական։ Դա լինելու է իրենց համար մեկ զգուշացնում եմ, որովհետև քիչ ժամանակ է մնացել։ Այսօրվա այդ մայիսի 9-ի ուղերձն էր հետաքրքիր այդ առումով, չեմ կարող մեջ բերել, մի կտոր եմ դուրս բերել, բայց կխճճվեք, եթե լսեք։ Փորձենք, լավ։ Թերևս մենք խոսում ենք այն մասին, որ մենք պետք է ուժ ունենանք, հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, այդ սերիայից է էլի, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորը ինչ-որ բան չգիտեն, ու հիմա մի կտոր կարդամ կներեք, բայց դե մեր վարչապետի, Հայաստանի վարչապետի ուղերձի տեքստն է։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով։ Եվ լավ ենք ապրում մեր իմացածի չափով, եւ մեր բարեկեցությունը ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով եւ ամենակարևոր եզրակացությունը նա ասել է, որ աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու եւ այդ արդյունքը վայելելու միջոց։ Եվ այսպես կրթության աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Եկեք փորձենք հասկանալ այս ոճը Փաշինյանի, ես չեմ ուզում ասել բացատրեք ինչ է ասել, հաղորդակցվելու այս ոճը Փաշինյանի հանրության հետ։ Ինչ որ տոկոս կա, դա իրանց իրավունքն է, հաճույքով լսում են։ Ինչ են լսում, օրինակ ինչ լսեցին այս տեքստից, ինչ կարող էին Հիշում եք սովետական ժամանակ տնտեսությունը պետք է տնտեսող լինի, հիշում եք, էկոնոմիկա должна быть экономной։
Բայց այդտեղ մի քիչ ավելի շատ երևի, ինչ-որ բան կա։ որտեվ էկոնոմնի բառը տնտեսվող պետք է լինի։ Դե բառը խաղ է, որը իմաստ ունի։ Ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ, քան աղքատ եւ հիվանդ։ Տեղել իմաստ կա, փիլիսոփայական։ Դե մարդիկ կան, որոնք այդ ծեծված սեղանի շուրջ այդ կենացային ճշմարտությունները եւս մեկ անգամ պատրաստ են Նիկոլ Փաշինյանին լսելու։ Մարդիկ կան, որոնք իմ նման, բայց ես ինձ չեմ առաջին շարքում չեմ այդտեղ, ինձ շատ ավելի խելացի կյանքի եւ բանի փորձ ունեցող մարդիկ, որոնք դա համարում են վիրավորանք իրենց ինտելեկտի նկատմամբ։ Հարցս ուրիշ ձևակերպեմ։ Պարոն Հովհաննիսյան, ինչպես է Փաշինյանը հաղորդակցվում այժմ հասարակության հետ։ Նախընտրական շրջան է, որը ընտրություններում հաղթելու որևէ շանս չունի։ Այս խոսույթով ընտրություն չէ, ուրեմն կան ուրիշ ինչ-որ միջոցներ։ Մենք այդ միջոցներից մեկից մասին խոսեցինք։ Այս խոսույթով մարդը ընտրություններից մի տարի առաջ ասում է, դպրոց, սա մի օրվա խոսակցություն չէ, մենք ամփոփում ենք։ Դպրոց սարքել չգիտենք, ոչինչ չգիտենք, գիտելիքները քիչ է։ Այդ վարորդի թեման ինչ էր։ Վարորդը ես այնպեսին եմ, ինչպես ասենք այն վարորդը։ Դե հիմա, այսինքն դա էլ է շատ կարևոր բան, այսինքն դուք մեզնից լավ ղեկավարության արժանի չեք։ Նայեք, մենք վատն ենք, նույնիսկ ձեզնից լավն ենք։ Օրինակ, կադրային սով է, այսինքն դուք ժողովուրդ նորմալ չունեք կրթված լավ մարդիկ, որ մեզ առաջարկեք, մենք ընդունենք գործերը լավ գնան։ Դուք եք մեղավոր։ Քայլիստի մոտ, ինչպես ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, քայլիստի մոտ միշտ մեղավոր է մնացյալ ամբողջ աշխարհը, տիեզերքը, պատմությունը, Տեր Աստված, բայց ոչ ինքը։ Բայց տվյալ դեպքում ժողովուրդը։ Դա ժողովուրդը առաջի թիրախտ է։ Այդ հիերարխիայով գնում կրթված չէ, տգետ է։ Տգետ է, կրթված չի, գիտելիք չունի, վատ է կռվել, հա, պատերազմի ժամանակ իրենք պարտել են, որովհետև հայ ժողովուրդը չի ուզել կռվել, վատ է կռվել, պարզվում է։ Ուրեմն վատ է աշխատում, գլուխ է պահում, այնտեղ հազար ծույլ է, անընդհատ նվաստացնում եւ ձեզ մի բան ասեմ։ Ավտորիտար ռեժիմը իրեն կարող է թույլ տալ ժողովրդի հետ այդպես խոսել, բայց ռեժիմը, որը պետք է ընտրություններում մրցակցային նորից ստանա ժողովրդի քվե, եւ այդ քվեից է կախված ինքը կշարունակի կառավարել թե ոչ, այդպես չի խոսում աշխարհի ոչ մի երկրում։ Դա անհնար է։ Նույն պատկերացրեք, նույնիսկ Թրամփը, որը ում ասես չի կպնում, ում ասես չի վիրավորում, ինչպիսի խայտառակ հայտարարություններ ասես չի անում, բայց երբեք չի ասի, դե ամերիկյան ժողովուրդը էսել է, երբեք։ Նա ամերիկացի ժողովրդին եւ ԱՄՆ-ին երկրին դիֆիրանտներ է երկում, որովհետեւ բոլոր դեպքերում ընտրությունների խնդիր կա այդ երկրում։ Դա ժողովրդավարության առանձնահատկություններից մեկն է, նույնիսկ համոզված չեմ, որ դրական առանձնահատկություն է, բայց դա ժողովրդավարության առանձնահատկություններից մեկն է։ Այս խոսույթը, որ մեզնից ինչ եք ուզում, ես էլ է ձեզ շատ եւ այլն։ Այս Սերժ Սարգսյանը, եթե հիշում եք, վերջի 3-4 տարում մոտավորապես այդպես էլ խոսում էին։ Դա արդեն ճարահատության խոսք է, որ ցույց է տալիս, որ մտնում են փակուղի եւ բան է, ժողովրդական սիրո թեման, զանգվածային սիրո, կան մարդիկ էլի սիրում են, իրենց համար մեկը միշտ փակ է։ Պարոն Հովհաննիսյան, ասում եք, որ մտնում են փակուղի։ Եկեք տեսնենք, արդյոք փակուղիում են գտնվում Հայաստանը, իսկապես ինչ հնարավորություններ այս պահի դրությամբ կան Հայաստանի առջև։ Ես դրա համար եմ ասում, Հայաստան առանձին եմ ասում։ Հայաստանը ինչ հնարավորություններ ունի, ինչ է բացված Հայաստանի առջև եւ ինչու է Փաշինյանը իրեն փակուղիում համարում, ԿՊ-ն չեմ ասում, հենց Փաշինյանը, քանի որ Փաշինյանն է որոշումներ կայացնում, Փաշինյանն է բոլորին սովորեցնում եւ բոլոր վերջնական որոշումը իրենն է։ Ուրեմն ինչ հնարավորություններ իրապես կան, գուցե չկան, գուցե իսկապես փակուղի է։ Պետք է սահմանափակել կամ նույնիսկ չեղարկել, որտեղ հնարավոր է սահմանափակել, որտեղ հնարավոր չեղարկել։ Այսպես ասենք, շփումները, բանակցությունները, ինչ որ ջանքերը այն երկրների նկատմամբ, որոնք առաջին հերթին ֆունկցիոնալ Հայաստանի Հանրապետություն անկախ ինքնիշխան երկրի գաղափարի հետ համաձայն չեն։ Համաձայն չեն։ Իրենց շահերից չի բխում դա կամ իրենք այդպես են համարում, չեն սիրում մեզ, կարևոր չի, համաձայն չեն։
պետք է այն երկրների հետ, որոնք այդ գաղափարի հետ որևէ խնդիր չունեն եւ կարող են ազդել մեր անվտանգության, զարգացման, հա, աշխարհում տեղ գտնելու վրա, այդ երկրների հետ հարաբերությունները ակտիվացնել եւ այստեղ նույնիսկ Չինաստանին դե տեղ կա։ Պարտադիր չի ռազմավարական պայմանագիր կնքել, բայց ով է ասում, որ Չինաստանի հետ չի կարելի երկխոսել։ Հնդկաստանի հետ պետք է իհարկե երկխոսել ընդհանուր միջև ռազմավարական հարաբերությունների։ Եվրոպական միության եվրոինտեգրացիայի այդ օրենքը, որ ընդունեցին, դա պետք է այդ ճանապարհով գնալ։ Իսկ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան այս փուլում ըստ որում այստեղ լավ իմաստով թույլողակը Թուրքիան է։ Այնտեղ կամուկացի մեջ են, որովհետև Եվրոպայի հետ էլ խնդիրներ ունեն, Ամերիկայի հետ էլ ունեն, պետք է մտածել, Ադրբեջանն էլ չպետք է Ալիևի երազած Ադրբեջանը եթե լինի, Թուրքիան այստեղ տեղ չունի, պարզապես ինքը ամեն ինչի իրանով կլցնի։ Հա, ինչպես փորձում է դա անել Վրաստանում եւ այլն, հա, բոլոր ոլորտներում, տնտեսություն, քաղաքականություն, ռազմավարական։ Հա, այստեղ Թուրքիան թույլողակ է, բայց ինքն էլ է մտնում այդ ցուցակի մեջ։ Որ այդ երկրների հետ, որ չեմ ասում պետք է խզել այդ բառը, այդ հիմար բառը, չբանակցել, չասել որ մենք խաղաղության կողմնակից ենք, իհարկե, անշուշտ, սահմանները պետք է բացեն, Թուրքիա ջան, բաց սահմանները, իհարկե պետք է բացել, ի՞նչն է խանգարում քեզ որ բացես սահմանը։ Ադրբեջանն է խանգարում։ Հա, եւ բայց պետության ջանքերը այդ երկրների ուղղությամբ չպետք է գնան, Ռուսաստանի ուղղությամբ չպետք է գնան։ Որովհետև Ռուսաստանը չի ուզում լինի Հայաստանի հարաբերություն։ Ռուսաստանը պատկերացնում է, որ այն կտրտած հաշմանդամ մի ոդկը, մի ձեռքը պոկած Հայաստանը, որ մնա այդ բոլոր էլեմենտներից բաների կորիդորային եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարելի է կցել ասեք օրինակ Միութենական պետությանը գնա էլի, բան, որպես բան մարդուն տանում են, ասենք, բան, չէ, հաշմանդամներ են եւ այլն հատուկ տեղեր են տանում, որ ընտանիքը չի ուզում զբաղվել նրանցով, այդտենց տանել մինչեւ մեկ մեր մահով կմեռնենք այս տարածաշրջանում։ Իսկ դա շատ արագ կարող է լինել այդ դեպքում, որովհետեւ պարզապես դեմոգրաֆիապես կմեռնենք։ Հայ մարդ Հարավային Կովկասում չի մնա։ Ուրեմն այդտեղ ջանքեր թափել, գնալ Մոսկվա, ամբողջ օրը ոտքերը համբուրել Ալիևի եւ ասել, որ մենակ խնդրում եմ, էլի խաղաղության պայմանագիր ստորագրի։ Թուրքիային համոզել, որպեսի բացի այն սահմանը, որը ըստ բոլոր միջազգային կանոններին ամենը պետքա բացի։ Դրա վրա ժամանակ պետք չի ծախսել։ Հիմա մենք ունենք հարաբերությունները, պետք է անընդհատ ռեժիմով պետք է գնան։ Տեսեք, ես արբուտքից չեմ սկսում, որ էլ չասեն, սրանք մի երկ ունեն։ Անդադ նույն երկն են երկում, Հնդկաստան, Իրան, որը Հնդկաստան, որը պատերազմի առաջ է կանգնած, Իրան, որը պատերազմի առաջ է կանգնած, սեք օջախները։ Ուրիշ աշխարհ ես չունեմ ձեր համար, ինչպես կաս, էս է աշխարհը։ Բայց մենք ուզում ենք, չէ՞ որ այս ամեն չանցնի, մենք դեռ մնանք։ Եվրոպայի հետ է պետք, Միացյալ Նահանգների պետք միանշանակ, Բրիտանիայի եւ բրիտանական համագործակցության բոլոր երկրների, առաջին հերթին ես Բրիտանիան չէի նշի, Կանադան, որի լիբերալ կուսակցության տեսակետը Հայաստանի հանդեպ համարյա ֆրանսիական տեսակետի նման է։ Ուրեմն մենք տեսեք ինչքան հնարավորություններ ունենք պայմանագրերի, համաձայնությունների, աջակցության, մեր կարգավիճակը ամրապնդելու, բայց մենք ընկել ենք 3-4 երկրների, որոնք չեն ուզում, որ մենք լինենք, ամբողջ օրը իրենց ոտերի տակ ընկած, մուրում ենք, որպեսզի մեզ թողեն հանգիստ։ Երբեք չեն թողնելու, քանի դեռ չհամոզվեն, որ դա անհնար է։ Իսկ գուցե տերևի տակ նստած սպասում ենք մինչև այս փոթորիկները կանցնեն, այսպես պահկված սպասում ենք։ Դրա համար սպասողական քաղաքականություն է։ Եվրոպայում երբ որ պատերազմը եղավ երկրորդ համաշխարհային, քանի պետություն կարողացավ իրեն թույլ տա չեզոքություն։ Ինչալց օկուպացված երկրների մեջ կային երկրներ, որոնք պատրաստվում էին չեզոք լինել այդ պատերազմում։ Ոչ Գերմանիայի դեմ էին ուզում կռվել, ոչ էլ ոչինչ չէին ուզում։ Բայց ճանապարհին էին ընկել, ձեռի հետ տարան, հա։ Այս Շվեդիան էր, Շվեյցարիան, Պորտուգալիան, որքան տարօրինակ, չնայած ռեժիմը շատերը համատում են ֆաշիզմի հետ, ֆաշիստական ռեժիմ էր, բայց քանի որ դարերով մեծ կախման մեջ են Բրիտանիայից եւ Բրիտանիան դարձել է իրենց պետականության երաշխավորողը, Իսպանիայից առաջին հերթին, իրենք չեզոքություն պահեցին, իրական չեզոքություն, որտեղ Իսպանիան ֆորմալ չեզոք էր, բայց փաստացի կռվում էր Գերմանիայի կողմից։ Վերջ։ Այն ինչ երկրներ կային, որ չեզոք կարողացան մնալ։
Ինչե ուր էին այդ երկրները։ Բոլորը ոտատակ գնաց։ Ուզում եք ասեք, մենք չենք Մենք կարողանալ։ չունենք այդ ռեսուրսը։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ Չեզոք, գիտեք ինչ, դա չի կարելի կենացը դարձնել քաղաքականություն։ Կենացը ես սիրում եմ իմ տեսքից էլ երևի զգացվում է, որ ես լավ սեղան, լավ էսպես կամպանիա սիրող մարդ եմ։ Խնդիրը դա չի։ Բայց չի կարելի կենացը բերել քաղաքական դաշտ, որովհետև դա ուրիշ բան, դա մարդկանց գիտակցությունը հանգստացնելու, հաճելի պա ինչ որ բաներ, մարդկանց միջև մարդկային կապերը ամրապնդելու համար է։ Իսկ քաղաքականությունը ուրիշ բանի մասին է։ Լավ կլիներ, որ Հայաստանը բոլորի հետ լավ լիներ։ Բոլորը կռվեին իրար մորթեին, բայց Հայաստանի վրա մի հատ նետ չթռներ, մի հատ նետ ու աղեղ չթռներ, բան, չթռներ։ Իհարկե լավ կլիներ։ Բայց ինչպես լինի։ Եվ վերջին հարցը այդ նույն որպես շարունակություն եւ ամփոփում, այդ դեպքում ինչպես է գնահատում արտաքին գործերի նախարարության աշխատանքը, նրանք սպասողական են, այդ բալանսավորված են, ճիշտ են, սխալ են։ Արտաքին գործերի նախարարության պետություն անունով պետություն չկա, կա Հայաստանի Հանրապետություն, կա կառավարող ուժ, կառավարող ուժը ունի քաղաքականություն, որը պարտավոր է իրականացնել արտաքին գործերի նախարարությունը։ Որովհետև շատ են առանձնացնում, ասում են արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ, շատ գրագետ է աշխատում։ Նայեք, կա ընդհանուր քաղաքականությունը ես ճիշտ համարել չեմ կարող եւ կարծես թե փորձում հիմնավորել թե ինչու այդպես անհիմն մեղադրանքներ չեն։ Եվ ԱԳՆ-ն այդ գծի շարունակողն է, բայց քանի որ դա պետություն է եւ պետական կարևոր ինստիտուտ է արտաքին գործերի նախարարությունը, ինչպես ոստիկանությունը, ինչպես դու ոչ միշտ պետք է գնահատես ընդհանուր քաղաքականության տեսակետից։ Օրինակ, X երկրում հյուպատոսը Հայաստանի Հանրապետության լավ է աշխատում, մարդիկ գոհ են, ժամանակին իրենց դիմումները ընդունվում են, իրենց հանդեպ բարեհամբույր են, մի խնդիր է լինում, իրենց պաշտպանում են։ Ես այդպիսի դեպքերի մասին լսում եմ, նաև իմ ընկերներից, բարեկամներից եւ այլն։ Իսկ կա երկրներ, որ միմիայն բողոք է եւ միմիայն եւ ասել, որ կարևորը դա կարևոր չի, կարևորը որ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես չեք կարող ԱԳՆ ինստիտուտ է, որը պետք է գործի։ Դա համար երբ որ դուք ասում եք ոնց է գնահատում, խառը կան դիվանագետներ, որ իրենց տեղում են, պրոֆեսիոնալներ, կան դիվանագետներ, որ իրենց տեղում չեն։ Բայց ընդհանուր առմամբ ԿՊ-ի քաղաքականության իրականացնողն է արտգործնախարարությունը եւ ինձ համար դա անընդունելի է, այդ գիծը անընդունելի է։ Շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ, որ մեզ հետ էիք այս ընթացքում, մեր հարցազրույցի ընթացքում վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ էինք զրուցում, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։